Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Աննա Մկրտչյանը լքեց դալիճը, ես հարց էի ուզում տալ Աննա Մկրտչյանին, երբ 2024 թվականին իր հայրը որդու հետ, այս դեպքում իր եղբոր հետ, հայր եւ որդի ձեռք ձեռքի բռնած գնում էին դատախազություն, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքի, բռնագանձման համակարգի ներդրման արդյունքում այնտեղ վարույթ կար, պիտի պատասխանեին հարցերի, արդյոք նույն կեցվածքով, այս նույն պահվածքով էին գնացել դատախազություն եւ պատասխանում հարցերին, թե գլուխները կախ պատասխանում էին մի շարք հարցերի։ Շատ կուզեի այս հարցի պատասխանը ստանալ։ Անցնելով առաջ, իհարկե չեմ կարող չխոսել Գյումրիում վերջին օրերին տեղի ունեցողի մասին։ Կարդում էի ես Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, իրականում սա հայտարարություն չէր, սա ըստ էության կարծես ինքնախոստովանական գրառում էր եւ ամենայն հարգանքով, բայց մի բառակապակցություն հիշեցի կարդալով Մարտուն Գրիգորյանի ինքնախոստովանական գրառումը, անձի երկվություն բառակապակցությունն եկավ մտքիս, որովհետև այնինչ ըստ էության մենք ասում էինք Մարտուն Գրիգորյանին ամիսներ շարունակ, նա արտացոլել էր իր գրառման մեջ, ասում էր, ինչ է գրել, ասում է, այ ասողին լսող էր պետք։ Պարոն Գրիգորյան, ձեզ մեռանք ասելով, ասողին լսող է պետք։ Երկրորդ միտքը, որը ցնցեց, շատ պարադոքսալի իդեպ միտք էր, ասում է, ես ասում էի, որ խոցելի թեկնածուի միջոցով քաղաքը ուզում են տանել։ Ստեղ մի փոքր անկեղծ չի գտնվել, կարծում եմ պարոն Գրիգորյանը, ոչ թե խոցելի երևի ուզեցել է գրառման մեջ ընդգծել ենթադրյալ կաշառակեր, որովհետև խոցելին դարձնում էիք քաղաքապետ, այս ինչ իրարամերժ գործողություններ եք անում, պարոն Գրիգորյանի, դեպ իսկապես երկրորդելով Տիկին Պալյանին, ուր է պարոն Գրիգորյանը, մշտապես կորցնում ենք պարոն Գրիգորյանին։ Սեյրան Օհանյանի հայտարարությունն էր շատ հետաքրքիր, ասում եմ, մենք սատարում ենք, ուշադրություն խնդրում եմ, հարգելի գործընկերներ, գյումրեցիների մեծամասնությանը, ովքեր իրենց ձայնը տվել են Վարդան Ղուկասյանին, ստեղ էլ մի տեսակ հիշողության կարծես պրոբլեմ ունենք, կամ թվային գիտելիքների, որովհետև ըստ էության ձայներ չեն տվել, մեծամասնության ձայներ չի ստացել Վարդան Ղուկասյանը եւ ինչ մնում է սատարողների Վարդան Ղուկասյանին, կարևոր բան եմ ես ուզում ասել, երեք Գյումրիի հրապարակում, Վարդանանց հրապարակում Վարդան Ղուկասյանին սատարում էին պետական հաստատությունների, ավարտում եմ, ղեկավարները, մանկապարտեզների աշխատանքային ժամին իրենց աշխատակազմի ներկայացուցիչների ձեռքը բռնած, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատողները, որոնց կեցվածքը, վարքագիծը պիտի ստանա, կարծում եմ, իրավական գնահատական պիտի ստանա, որովհետև աշխատանքային ժամին թողնելով երեխաներին, այսպես ասած մատնելով անտերության, զբաղված էին Վարդանիկ աղաղակելով։ Շնորհակալություն։ Ալխաս Ղազարյան։ Շնորհակալ եմ։